Ողջույն բոլորին, ասեցի սկսեմ մեր նոր վլոգը ժամը 9:15 Ես հագնվել եմ, որ ժեստ գնամ, դեռ իրականում շարունակում եմ հիվանդ լինել, հազակցում այս նոր վիրուսը, ռեհանով թեյ եմ խմում, երեկել այսօր էլ, իրականում վիդեալ է, պտի տանը մնայի ու կազդուրվեի, բայց դե Աննա չլինի, եթե ինքը բացակայի Չէ, եթե շատ վատ լինեմ, օրինակ այն օրը տեղ ունեի գնալու, բայց արթնացա, աչքերս բացեցի, Դավիթ ծննդի առավոտն էր։ Զգացի, որ շատ ուժեղ անձրև է, զգացի, որ շատ թույլ եմ ու այսպես ինձ պիրիբառոց արեցի, ասեցի, չէ, մնա տանը ու կազդուրվի, դուրս գաս ավելի վատ կնի քեզ։ Հարգելի պատճառների դեպքում կարողանում եմ բացակայել, բայց եթե զգում եմ, որ կարող եմ գնալ, միշտ փորձում եմ գնալ։ Այսօր իրական ուրիշ տեղել եմ հրավիրված ժամը 4-ի կողմերը, դա համար չեմ կսվել հիմա, գնամ ժեստ կգամ, չէի ուզում սենց կիսահիվանդ վիճակում մեյքափով այդքան ժամ մնալ, հատկապես որ այդ քիթ ես մաքրում եւ այլն, ինձ թվում է վարակիչ չեմ արդեն, ճիշտը որ ասեմ, այդ թաց վիճակը բանման, ֆրշ-մրշ չկա էլի, ուղղակի հազակցենքը, ու ընդհանրապես այս թուլությունը կա։ Այդպես, բայց դե սյոտակի քիթտել ես մաքրում, բոլորս գիտեն գրիպի այդ փուլը, հասկացնում թաց ավելի, հետո ավելի այսպես չմանանանք։ Հիմա խորենին արթնացնեմ, որտեվ ինքը ժամը 10:10 ունի այսպես թե այնպես, ու տաքսի կանչեմ գնամ։ Всё, ձեզ բարի դիտում եմ մաղթում, հուսամ, որ վլոգը ձեզ կնի հետաքրքիր։ Ես արդեն դահլիճում եմ մեր, smart դահլիճ է կոչվում սա։ Հեսա երեխեքը հուսամ կգան մեր մասնագետին տեսա, ասում եմ դրսում ենք այսօր անում դասը, թե ներսում, ասեցի մա ճիշտ եմ ասեմ, ասում եմ բայց եթե կարելի է ներսում էլի անենք մի քիչ խաղուտեմ, որովհետև դրսում այսօր արևոտ է լինելու օրը, դե ասեց մինչև 30 աստիճան տաքանում է, բայց այնուամենայնիվ վաղ առավոտ ավելի ժամը հաստատ սառնոտ է, էլի պետք չի ռիսկի դիմել կոնկրետից։ Վերցրեցի Վայլդբերիսից ինչ-որ պիտի վերցնեի, այսօր դասից հետո Վայլդբերիս տաքսի գրեցի հասցեմ, որ բերի, դեպ փորձարկելու ապրանք ունեի, դա է հասցեմ, մի հատ ինձ տաբատ էի վերցել, են իմ սև սիրելի տաբատը արդուկով կպել ես, չէ, ու հետո մեծացել էր վրաց, մի հարել եմ, դրա երկու ռազմեղ փոքրն եմ վերցրել, ստեղ չփորձեցի էլ, հանդերձանս բաղված էր, ես էլ հալ չունեմ, ասեցի լավ տանը կփորձեմ, եթե չնի կբերեմ։ Հիմա մի հատ մտնեմ ատամի խոզանակներ առնեմ, երեկ այդ ամանը շրվեց, մեր խոզանակները չացան, խոզանակ առնեմ ու գնամ տուն մի քիչ հանգստանամ, որ դիմահար դարվեմ գնամ իվենթի։ Քանի որ այսօրվա մեր իվենթը իտալական այսպես թեմատիկա ունի, իսկ գույները դրես կոդի սպիտակ, կապույտ դեղին, ես որոշեցի այսպես հագնվել, իրոպե, այստեղ չեմ իմանում ոնց միշտ ցույց տամ ձեզ, այսպես մի կողմը դրել եմ մեջում, մյուս կողմը թողել եմ դրսում։ Նոր ռասպակովկա էի անում, ինձ համար պատվիրել եմ դեմքի համար դուրս տվածություններին օգնող մի հատ կոմպլեկտ, շատ լավ բաներ եմ լսել, ուզում եմ փորձարկեմ, համ հոլովակ էի նկարում, որ Ինստագրամում էլ կիսվեմ, ձեզ հետ էլ կիսվեմ, արդյոք կօգնի թե չէ, ուզում եմ մի քանի օր այդպես էքսպերիմենտ անել, որ հոլովակը լինի ավելի իրական հենքի վրա։ Ուրեմն այսպիսի կոմպլեկտ եմ վերցրել, մեջը գնում է խոնավեցնող կրեմ, 2 հատ քրքումով օճառ, շատ հետաքրքիր, բայց այստեղ տարբերություն կա, պիտի մի հատ նայեմ, նույնը չէ։ Այստեղ նվեր որպես, դա մի կպի հաշտացիվից, նվեր որպես այսպիսի դեմքի սկրաբի համար հարմարանք, սա էլ այդ օճառը պահելու համար, այս ցանցանման պարկ, հա։ Շատ հետաքրքիր է, կփորձեմ, որտեղ վերջին շրջանում դեմքս շատ է դուրս տալիս, մի պահ կար ընդհանրապես ամբողջովին անցել էր, չգիտեմ ինչ եղավ, այս հատվածս, դե հիմա մեյքափի տակ է, հա, այս հատվածս նորից սկսել է դուրս տալ, հուսամ որ կօգնի, անպայման կասեմ, եթե արդյունքները լինեն, դուք էլ կիմանաք, էլի, մազերս տենց պտտել եմ, թեթև հետևը ամնացրել եմ, մի խոսքով, կես ժամից տաքսի կկանչեմ, կգնամ ընկերուհուս էլ կվերցնեմ և միասին կգնամ, կարծեմ Պուշկինի փողոցի վրա է ռեստորանը։ Ես արդեն դպսում եմ, տաքսին որ այա կգա, գնամ Անին վերցնեմ ու
Շարունակենք մեր ճանապարհը, բավականին տաք հա, ճիշտ արեցի, որ վրա այդ բան չհակա, թե չէ քրտնելու էի։ Դեռ չկա, չէ՞ տաքսին, հուսամ, այնպես չի որ կա, ես չեմ նկատում։ Երեխեք ջան, ես արդեն տեղում եմ մամա միայի մոտ, այսօր մեր իվենթը էստեղ է լինելու։ Դե մենք իհարկե աղջիկներով չենք կարող ֆոտոսեսիաներ չունենալ, դե համար անենք, հետո գնանք ներս։ Հա։ Երեխեք ջան, մենք արդեն տեղում ենք, այստեղ համով ուտելիքներ։ Եթե լավ է քեզ, ուրեմն օքեյ։ Տիկ։ Տամ։ Շամշան։ Այո։ Շամշանը միշտ կապի մեջ։ Շամշանը։ Հեսա փոխած։ Հա։ Արդեն չկա։ Ոյ, անհայտ ինչ-որ միան չեն այս էսա։ Ավոկադո քինոա։ Իրականում մի բան էլ ուշացել ենք, 4-ից պետք է գործի լինենք, մի քիչ սպասեցինք։ Հա, так что մեկ էլ չենք ձգում, ջանը։ Հայ, на всякий անում եմ։ О, какими милые. Стараемся быть. Գործընկերներից առաջին գործընկերոջ հետ տեղափոխվում ենք գլոբուսով դեպի Գերմանիա։ Իտալիան ավարտեցինք թելևոր, գալիս ենք Գերմանիա։ Ինչու՞, որովհետև այսօր մեր նորիթով հանդես է գալիս Հումանան, որը գերմանական ընկերություն է, ժողովուրդ։ Այստեղ բոլոր կարծում են ու մեծամասնությունը մայրիկներ են, ոնց էլ չլինեք, երբ մեկ անգամ փոխած կլինեք Հումանան, իրենց պրոդուկտի հետ ծանոթեք։ Ես կխնդրեմ, որ Հումանայի ներկա Խեք ջան, մենք դուրս եկանք մեր իվենթից, պարզվում է այստեղ այդ season այգի է, կոչ seasons, ես այդ մասում ինձ թվում է չեմ եղել կամ եղել եմ, չգիտեմ, մի խոսքով։ Գիտեմ, որ շատ հայտնի է։ Բայց դե թող այդ այգին վիրավորվի, որ ես չեմ եղել իր։ Ուրեմն մի բան էլ չի այդ այգու, այդ արժանիքներ չի ուներ։ Աղջիկներով ուրեմն ինչի են գնում seasons այգի։ Այնտեղ բայց ես տենց էլ չհասկացա, գիտես ան, այդ seasons-ում հիմա ինչա կոֆեի փառատոն։ Լավ, մի հատ շոկոլադ ընտեղից քերենք ու սուրճ։ Ջան, անջատեմ նեղանձնական բանը։ Պատում մեր տանդեմը միշտ նստած է։ Նվերներս էին նայում, Հումանայից էին նվերներ ստացել, յոգուրտիկները, բլոկնոտ էին նաև նվիրել։ Եկեք բլոկնոտն էլ չալարեմ ցույց տամ, այսպես շատ հավես է։ Տուր է ցույց տամ, երեխաներիս հասավ այսպիսի նվեր։ Հավես, կարծում եմ սիրով կխաղան, տարեք խաղացեք ես։ Ու նաև այդ նույն խանութից այսպիսի գեղեցիկ դեկոր եմ նվեր ստացել, մեծ սիրով էլի կօգտագործեմ։ Այնտեղ նվեր քարտեր ստացանք, վիտամիններով ջրերից եմ ստացել, ուզում եմ հիշեմ, ուժի բան չկա, չէ, երեխեք։ Հա, մեկ էլ այսպիսի բան զարգացնող երեխաների IQ-ն բարձրացնող սեղանի puzzle խաղ, հա, սա եւս խորենի հետ իրենք խաղ։ Կարճ ասած, այսօրվա նվերները ավելի շատ ուրախացնում են իմ զարթուկներին, բայց դե քանի որ ուրախ են զարթուկները, ուրախ է մայրիկը, կարգախոսը մամաների համար շատ արդիական է, հետեւաբար ես եմ շատ ուրախ, բայց այս Հումանայի յոգուրտների համար ես ուզում եմ, так что ես եմ ուտելու։ Երեխեք ջան, այստեղ ես կատարեցի խնամքս, այդ նոր ձեռք բերած, մեյքափս մաքրեցի, օջարով լվացի դեմքս, այս դուրս տված եւ ամբողջությամբ ու քսեցի այդ խոնավեցնող կրեմը։ Փաստորեն օջարներից մեկ ավելի պիգմենտացիայի համար է, որ պիգմենտացիան կորցնի, հա, մյուս ավելի դուրս տվածությունները։ Ես որոշել եմ, քանի որ օրը 2 անգամ պետք է անեմ, կոնկրետ ես, մտածում եմ առավոտը պիգմենտացիայի համար անեմ իրիկունը դուրստվածության կամ էլ մի շաբաթ այս դուրստվածություններին անեմ, հետո պիգմենտացիայով էլ կզբաղվեմ, բայց ասեմ ձեզ մոշկը շատ սիրուն սպիտակացրել է, հələ որ գոհ եմ, տեսնենք ոնց կլինի հետո։ Դուք ովքեր որ ինձ նայում են վաղուց, հաստատ գիտեք, որ Աշունը իմ համար սեղանի վրա ինչ-որ մրգեր, ինչ-որ թխված, ինչ-որ մի բան դնելը, այդ ույուտի նշան է։ Ինչպես եւ տեսնում եք, հենց դրանով էլ զբաղված էի, մրգերը լվացի, տարատեսակ դրեցի,
Այդ ընթացքում ջուտորներս խաղում են այսօրվա այդ խաղը։ Да. Нет, не выиграл. Нет, они говорили похожи вот чкали вот так. А сам это Да, чкали. Արտաշեսյան։ Ну, շիստրավատ մի եղի։ Да, я. Мне нужно быть шустрый. Չգիտեմ ինչ կատարվեց մեր ընտանիքի հետ, բայց այսօր ինչ եմ անում, խառնում եմ սա։ Շնորհակալություն։ Ուրեմն վաֆլի վրա շոկոլադե կոնֆետ եմ, ասում եմ խառնում եմ սա։ Ուրեմն ես իրան եմ այդ միշտ ասում։ Ինքն ինձ ասում։ Բանը։ Ուրեմն այսօր արթնացա ժուտկի հազից, որ թոքերը թափում է։ Եսա խորիկը արդեն արթուն է։ Ասեց գլուխս պտտվում է մի տեսակ արթնացել եմ։ Այդտեղ դավը չէր կարող առիթը բաց թողել, ինքն էլ արթնացավ։ Արտաշեսնա միայն դեռ քնած։ Ժամը 6-ի կոմերն էր երել, 6:00 էր։ Դից հիմա 7:20 է։ Բոլորս նստեցինք, մնացինք Կիրակի օր, որ կարայինք ազատ քնեինք։ I don't know։ Հիմա սուրճս եմ խմում ու ձեռքի հետ տառապում եմ իմ միջանկյալ գրավորների մտքով։ Միջանկյալը դե ամեն դասախոս մի ձևով անցկացնում, կա ռեֆերատի տեսքով, կա այսպես, կա այնպես։ Հիմա դավջան, բայց դու սոված պոլիտնիկ էր էլի, կանֆետ։ Նայ, ձևական, ուրեմն յանի նեղանում գնում է, որ հայրը նեղասի օրի սիրում քեզ, բան։ Մի խոսքով։ Արի սիրեմ քեզ, արի։ Նայ, ինձ ածերանում, հա։ Բան, մի խոսքով սենց եղեք չեմ կարող ձեզ բացատրեմ, ինչքան խառն է գլուխս։ Տոլի հետ եմ վարվել այս ամեն ինչի, բայց ես ձեզ ասեմ, որ ես սովորում էի կուլտուրայի ֆակուլտետում, այնտեղ ամեն ինչ այսքան բարդ չէր։ Այնտեղ ռեֆերատն էլ այսքան բարդ չէր, պահանջներն էլ այսպիսի խստություն չունեն, все-таки արվեստի ֆակուլտետ էր, ավելի տворческий սենց բաների վրա հիմնված, իսկ այստեղ գիտություն, գրականություն, չգիտեմ, ամեն ռեֆերատ գրելու համար մի 3 գիրք պիտի կարդաս երևի, մինիմում, не знаю, շատ բարդ է, այստեղ իմ մարմինս շաքալվեց, որ պատկերացնում եմ ինչ էր այդ սպասում, նոյեմբերից է սկսում, բայց մինչև այդ պիտի պատրաստվել, էլի, не страшно, реально страшно, հոգի ախտաբանությունը, ուզում եմ գալուցինացիաների և բանի մասին գրեմ, հայերեն ասեմ պատրանքներ և հալուցինացիաներ, դրանց տարբերության մասին, արդեն 2 գիրք քաշել եմ, մի գիրք էլ պատվիրել եմ, ուղղակի չեմ կարող բացատրեմ, ոնց որ կոնցեպտը, ոնց որ կոնցեպցիան չեմ կարողանում ընկանեմ, ոնց գրեմ, ոնց սկսեմ, ոնց ընթացքը դա հետ եմ վարժվել, ու հետո ես զգում եմ, որ օրինակ մեր կուրսում կան աղջիկներ, ովքեր բակալավրը ավարտել են, ու իրանք արդեն գիտեն այդ ոնց է, էլի, հաճախ խորհուրդ ենք հարցնում, իրանք օգնում են ինչ-որ խորհրդով, բան, իրենց համար արդեն այս անծանոթ չի, իմ համար շատ նոր է, եւ ոչ միայն իմ, որովհետեւ մեր կուրսում ինձ բացի էլի բավականին մարդիկ կան այլ բաժիններից եկած, Իսկ թվում է այդ դեպքում ավելի անծանոթ ես, եթե մի անգամ գրենք, արդեն կհասկանամ ինչա ուզում, էլի, մեզանից ինչա պահանջում, աչքիս տակ փոսանգ է։ Մի խոսքով շատ եմ վախենում, շատ եմ լարված, վախենում եմ ինչ-որ բան սխալ անել, վախենում եմ չհասցնել, վախենում եմ լավ չանել, բայց այստեղ հարց։ Դու ուզեցիր Հաննաջան համալսարանը, դու ես թե քաշի։ Բա կարող է պիտեղ մուկ պիտի տշեիշ, չէ, պիտի սովորես։ Կրակի նայք իմ գլխում ոնց է, սովորել, հենց գրականություն կարդալ, հոգի, այդ ինձ հաճելի է, բայց այդ օֆիցիալ մասերը, ռեֆերատ գրել, միջանկյալի պատրաստվել, քննության հար, այդ ինձ ձիք է պահում, բայց դա էլ պահանջն է համալսարանի և բնականաբար արդարացի պահանջն է, так что ուզես չուզես պիանես։ Կոնֆետիկ, բալի համով կոնֆետ էր խորեն առը, համով է թթվար։ Չէ չի կարելի երկրորդը ուտել։ Ստղեսից կողցր եմ ուտում։ Բարև ձեզ դավը ասում եմ, եկա կողքյան, որտեղ ուզում եմ ոնց է հողոտվել ես հատվածը։
Գիշերը հավի միս էի ժարի տանում, որպեսզի սարքեմ ցեզեր։ Այ բալես ինչ նայես գնա ես կաթ եմ սարքում։ Չէ, կյանքս կաթ եմ սարքում, որ խորենի մոտ էլ ահա սկսեմ մի քիչ։ Կաթը կակաոյի ուղով պետք է հերին։ Կակայո։ Այ կակալո։ Դե բարևի բոլորին, եկար։ Հարցրու ոնց են։ Ոնց են, ասա ոնց եք։ Ինչ կա չկա ասա։ Ինչ կա։ Մի րոպե կյանքս։ Ո բլես։ Կաթը տաքացնենք։ Ես ուղղակի կաթից զզվում եմ փոքրուց ու ստեղ հաստատ ուրիշ չեմ գցի։ Արտաշես ես հենց նոր լողացա, բոլոր պրոցեդուրաները արեցինք ու պատվիրել են մամա 3 ձու եմ ուզում գլազունյա ու վրան պանիր քերած։ Դե մաման ով է որ չկատար։ Հա, եւ Դավին 2 հատ։ Դե Դավը ավելի փոքրիկ օրգանիզմ ունի։ Մի խոսքով հիմա Անուշ են անում ձախուկներս, papan դուրս էր եկել խնդրել է ինձ համար գիրք տպի, ու գիրք ասած 15 էլ չկար այդ գրքից պետք է։ Պապան ակլեկա։ Հա, նաև այդ վերեսից նակլեկաներ էին հասել իր համար, գնացել է վերցնի, համեն ինձ գիրք էր հասել, դա էլ մի անգամից վերցրեց։ Նոր գիրք ա հասել, Խորենը բերեց, դիագնոզայցի սումա, այսինքն պետքա, որտեղ շուտով հոգեախտաբանությունից գրավոր պիտի գրեմ։ Այստեղ եւս հալուցինացիաների մասին ու եւս 2 գիրք եմ պատվել հալուցինացիաների մասին, որովհետեւ կարողանամ այդ գրավորս գրեմ։ Դեռ շարունակում եմ սատկաս լինել, ահա որ ձև ես հազը թոքախտային բան եմ արել, այդ ու ասա, Խորենը բերել է, բառերը չեմ կամ գտնեմ հոգնածա գլուխս, դոշապ խմեմ տեսնեմ Ռեհանը ոնց որ այս անգամ չօգնեց։ Խորենն էլ նակլիկաներ իրար մոտ պատվիրել, որ կցնեն այլ բոմչիկների մեջ իրա մանկության։ Հիմա Դավի հետ այդ գործով։ Հավայ չէ։ Ավտոր։ Հələ գթի։ Չէ, կոնն է։ Հորս պոնչիկը, այս քո պոնչիկն է։ Հա։ Պապա հիշե դու ասա։ Մի րոպե հիմա։ Այս թող մնա այստեղ, որ բան։ Մի րոպե, չէ, էսա, դու ճիշտ ասել ես։ Դե նորը չի, էսա առաջի առածս նա։